Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին։ Այս մասին Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ընթացքում մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թեմայի գործիքակազմի միջոցով խորագրի ներքո անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով Մարդու իրավունքների պաշտպանության գործում առանցքային է ոչ միայն հայտարարած հանձնարարություններն են, այլ դրանց իրականացումն ու հետևողական քայլերը, որոնք պետք է վերածվեն կոնկրետ քաղաքականության և չափելի արդյունքների։ Հենց իրականացումն ու հետևողական քայլերն են վստահություն հաղորդում մեր աշխատանքին։ Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների դայնական ինստիտուտի կողմից։ Միրզոյանը կարևորել է հաշվետվողականության ամրապնդումը, այն դիտարկելով որպես ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, նաև ՄԱԿ կանոնադրությանը և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին Հայաստանի ավելի լայն հանձնառության բաղադրիչ։ Նրա ներկայացմամբ 2024 թվականին վարչապետի հրամանագրով Հայաստանում ներդրվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմ, անցում կատարելով հատվածական ու ժամանակավոր մոտեցումներից դեպի կառուցվածքային և շարունակական իրականացում։ 2025 թվականի դեկտեմբերին նախարարի խոսքով գործարկվել է նաև այդ մեխանիզմը սպասարկող հատուկ թվային հարթակ Հայաստանի մոնիթորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը AI-NEMRA-ն։ Նոր գործիքը Հայաստանի մոնիտորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը AI-NEMRA-ն այն հարթակն է, որը առաջարկությունները մեկ հստակ և որոնելի շրջանակում համախմբելով բարձրացնում է համակարգվածությունը և հեշտացնում հետևողականությունը։ Բացման խոսքին հաջորդել է պանելային քննարկում, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբի-Սողոմոնյանը, Մարդու իրավունքների դայնական ինստիտուտի ներկայացուցիչներ, ՄԱԿ երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի և ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է AI-NEMRA թվային գործիքի մշակման տրամաբանությունն ու կիրառման նշանակությունը, որպես մարդու իրավունքների հանձնառությունների իրականացման նկատմամբ վերահսկողություն ու միջգերատեսչական համակարգում ուժեղացող մեխանիզմ։ Ժնևում Միրզոյանն ավելի վաղ մասնակցել է նաև զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին, ելույթ ունենալով դիտորդ պետության կարգավիճակով։ Նախարարը շեշտել է, որ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում համաժողովը պետք է հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները և դրսևորի նորացված քաղաքական կամք։ Նա նշել է, որ 2026 թվականը կարևոր է լինելու, քանի որ պետությունները կհամախմբվեն միջուկային զենքի չտարածման պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի շրջանակում, իսկ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը, ընդգծելով 3 հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված իրականացումը։ Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքներն անփոխարինելի են սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից և Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ հռչակագրի ստորագրմամբ Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային գործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռնում Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը և վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության, փոխվստահության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։ Միրզոյանը նաև շեշտել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ կիրառումը մնում է Հայաստանի առաջնահերթություններից։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, իսկ կառավարությունն ուսումնասիրում է նոր էներգաբլոկի տարբերակներ։ Մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ, մանրակրկիտ դիտարկելով փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիական տարբերակները, հիմնվելով հուսալիության և միջուկային անվտանգության բարձր չափանիշների վրա։ Ելույթում անդրադարձ է եղել նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության արագ զարգացմանը։ Նախարարն ընդգծել է, միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է բոլոր զինատեսակներին, այդ թվում արհեստական բանականության և ինքնավար գործառույթներ ներկրող համակարգերին, իսկ մահաբեր ինքնավար համակարգերի պարագայում, երբ հնարավոր չէ վստահելիորեն ապահովել տարբերակման, համաչափության և նախազգուշության սկզբունքները, անհրաժեշտ են պատշաճ կարգավորումներ, ներառյալ սահմանափակումներ։ Միրզոյանը նաև կարևորել է իմաստալից մարդկային վերահսկողության սկզբունքը, ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չպետք է փոխանցվեն մեքենաներին։
Ժնևում օրակարգի շրջանակում Արարատ Միրզոյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ռուանդայի արտաքին գործերի եւ միջազգային գործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրի, ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի, Շվեյցարիայի համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Այս պաշտոնյաների հետ հանդիպման առանցքում են եղել մարդու իրավունքների միջազգային համակարգի արդի մարտահրավերները, գործակցության հիմնարարությունները, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, նաև միջազգային ձևաչափում գործակցությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։